աշխարհի ամենաբարի ողջույնները ձեզ, իմ տաղանդավոր փոքրիկ նկարիչներ։ Եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է, ես կասեի մանկապատանեկան ուսուցողական հաղորդումը։ Ձեզ է ողջունում Քերի մուլտիկնիկը, ողջունում են նաև ձեր սիրված մուլտիպլիկացիոն հերոսները, նրանք ուրախ են, որ ձեզ տեսնում են, եւ մեր ապաչիները, ապաչի ընկերությունը իր քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, արևածաղկի սերմերով, կրեկերներով, չիփսերով, աղի ձողիկներով, մարշմելոներով եւ նախաճաշիկներով հանդերձ։ Ինչպես նաև գիտեք, որ ապաչի ընկերությունը եւ Քերի մուլտիկնիկը ձեզ համար հատուկ մրցանակ են պատրաստել։ Այսպիսի ապաչի հավաքածու։ Այնտեղ ամեն ինչ կա։ Հավաքածու, քաղցր ձողիկներ, թխվածքաբլիթներ, արևածաղկի սերմեր։ Դե այս մրցանակը այն փոքրիկների համար է, ովքեր մասնակցում են մուլտիկնիկ հաղորդման մրցույթներին։ Նկարում են մեր հերոսներին, հորինում են պատմություն մեծերի հետ միասին, մայրիկների, հայրիկների, նույնիսկ մեծ եղբայրների, քույրիկների, տատիկ, պապիկների հետ միասին։ Նկարում են մեր հերոսին եւ ուղարկում Քերի մուլտիկնիկին։ Ես խոստացել եմ, որ այս ամիս 10 լավագույն հաղթողներ կստանան մրցանակներ եւ կհրավիրվեն Քերի մուլտիկնիկի կողմից մասնակցելու մեր հաղորդմանը։ Պայմանավորվեցինք։ Իսկ որպեսզի հասկանանք, թե ինչ մուլտիպլիկացիոն հերոս ենք այսօր նկարելու, դա մեզ կհուշեն Սուր թատրոնի փոքրիկ արտիստները։ Հիշում եք, չէ՞, մենք ունենք Սուր թատրոնի ուղիղ խորհուրդները Էջը։ Եկեք տեսնենք այսօր ովքեր են մեզ խորհուրդ տալու եւ ինչի մասին։ Ես մի փոքր գիտեմ, թե ինչի մասին է, բայց գնանք Սուր թատրոնի ուղիղ խորհուրդները Էջը եւ այնտեղ մեր տաղանդավոր փոքրիկ դերասանուհիներ Արուսիա Գրիգորյանը եւ Թամարա Մնացականյանը իրենց խորհուրդներով կդիմեն ձեզ։ Ասում են կախարդական խոսքը հայտնվում Սուր թատրոնում, Ալբուլդա։ Բարև ձեզ փոքրիկ հեռուստադիտողներ։ Ողջույններ թե մեծերին, թե փոքրերին։ Եթերում Սուր թատրոնի ուղիղ խորհուրդներն են։ Եվ մենք ձեզ հետ այսօր խոսելու ենք թատերական էթիկայի մասին։ Նաև խորհուրդ ենք տալու, թե ինչպես պահել թատրոն այցելելուց։ Թատրոն այցելելու վարվելակարգում նույնիսկ միջնադարում առանձնահատուկ տեղ է զբաղեցվում զգեստի ընտրությանը։ Այսօր էլ թատրոնը պահպանել է իր ծիսական ավանդույթները, ուստի թատրոն գնալը նույնացվում է տոնական իրադարձության։ Ընդունված չէ թատրոն գնալ սպորտային ոճի հագուստներով, սպորտային կոշիկներ, շորտեր, հողաթափեր։ Ոչ ոք չի պահանջում շքեղ հանդերձանք, փորձեք սահմանափակվել միայն պարզ զգեստներով։ Ինչ վերաբերվում է սանրվածքին, հատկապես աղջիկները չպետք է ունենան բարձր աշտարակներով, հյուսված աղեղներով մազեր։ Գլխարկները նույնպես բացառվում են, դրանք խանգարեն հետևում նստած հանդիսատեսին ներկայացումը դիտել։ Թատրոն պետք է գնալ ներկայացման մեկնարկից 15-20 րոպե առաջ։ Իսկ եթե ուշացել եք, պետք է սպասել, որ ընդմիջումը լինի, զբաղեցնեք ձեր տեղը, չխանգարելով հանդիսատեսին ներկայացման ժամանակ։ Երբ որ մտնում եք դահլիճ եւ պետք է անցնեք շարքի երկայնքով, շրջվեք այդ շարքում նստածներին դեմքով եւ նոր անցեք։ Անպայման ներողություն խնդրեք նստածներից խանգարման համար։ Որպես կանոն, երբեք մի խոսեք միմյանց հետ ձեր միջև նստած մարդու միջոցով։ Տգեղ է նաև հարևանից խնդրել, որպեսզի փոխի իր տեղը, որ կարողանաք խոսել միմյանց հետ։ Ներկայացման ժամանակ աշխատեք տպավորություններով չկիսվել հարևանի հետ, որպեսզի չանհանգստացնեք ուրիշներին ու հատկապես դերասաններին։ Շշուկն անտանելի է ներկայացման ժամանակ։ Թատրոնում ներկայացման ժամանակ խստիվ արգելվում է բջջային հեռախոսներով խոսելը, այն պետք է անջատել մինչև ներկայացումը սկսելը։ Արգելվում է ներկայացման ժամանակ թղթե տոպրակներով քաղցրավենիքները բացել, խշխշացնել եւ նույնիսկ ինչ-որ բան ուտել։ Չի կարելի մաստակ ծամել, թղթի մնացորդները գցել գետնին կամ ծամոնը փակցնել նստարանին։ Եթե ներկայացումը ձեզ անտարբեր թողնի, ներկայացման ժամանակ դահլիճից չի կարելի դուրս գալ։ Քաղաքավարի մարդը պարզապես կհամբերի եւ վերջում ծափահարություններով շնորհակալություն կհայտնի գոնե արտիստների կատարած աշխատանքի համար։ Իսկ եթե ձեզ դուր է եկել ներկայացումը եւ արտիստների խաղը, ձեր շնորհակալությունը կարող եք արտահայտել երկար ծափահարություններով եւ բրավո վանկարկումներով։ Սիրեք թատրոնը, մեր փոքրիկ հեռուստադիտողներ։ Հաճախակի այցելեք թատրոն, դիտեք հետաքրքիր ներկայացումներ։ Եթերում Սուր թատրոնի ուղիղ խորհուրդներն են։ Ձեզ հետ են Սուր թատրոնի արտիստներ Թամարա Մնացականյանը եւ Արուսիա Գրիգորյանը։ Մինչ նոր հանդիպում։
Այո, սիրելի փոքրիկներ, հաճախակի այցելեք թատրոն, դիտեք հետաքրքիր ներկայացումներ, հետևեք մեր Արուսյակի եւ Թամարայի խորհուրդներին, թե ինչպես կարելի է թատրոնում պահել, ինչպես կարելի է այնպես անել, որ չխանգարեք դերասաններին, ձեր կողքին նստածին եւ այլն։ Կարծում եմ այս խորհուրդը կմտապահեք։ Հենց Արուսյակն ու Թամարան ինձ հուշեցին, թե այսօր ինչ վերնագրով մուլտիպլիկացիոն կերպար ենք նկարելու, իսկ դուք այդ վերնագրով հերոսի մասին պատմություն եք օրինելու, նկարելու եք այս նկարը եւ ուղարկեք մեր հասցեին, այսինքն քերի մուլտիկնիկին։ Գուցե հենց դու հաղթող ճանաչվես սիրելի փոքրիկս։ Նկարելու ենք փոքրիկ տաղանդավոր դերասանը վերնագրով մի նկար։ Դե նկարելու ենք փոքրիկին, նախ եւ առաջ այս տղային ուզում եմ երևի տղա նկարենք, աղջիկները չնեղանան։ Լավ, մեկ անգամ էլ աղջնակ դերասանուհի կնկարենք։ Տեսեք, հեշտ ձևով եմ սովորեցնելու նկարել, թե ինչպես ենք այս հերոսին նկարելու, գուցե բեմի վրա կանգնած իր թատերական դիմակով, դե տեսնենք ինչպես կստացվի։ Իմ լավ բարեկամներ, մեր այս տաղանդավոր արտիստին նկարելու համար սկսելու ենք գլխից։ Այսպեսի մի պատկեր ենք նկարելու։ Ականջներ, հետո գլուխը, աջակողմյան մասում կրկնելու ենք պատկերը հայելու նման։ Մուլտիպլիկացիոն կերպար ենք նկարում։ Հիմա ճակատային մասը այդպես կորիկով ենք միացնելու։ Օպ։ Եթե մեր մուլտիպլիկացիոն հերոսի ականջներին խորություն տամ, այսպես, ուղղակի մազերը հեշտ ձևով եմ սովորեցնում, այսպես կլորիկով միացնենք իրար։ Շատ լավ է։ Աչքերը, քիթիկը, ունքերը, ժպտացող բերանիկն ենք նկարելու։ Բարդություն չենք առաջացնի, ուղղակի աչքերը սև կլորիկով կներկենք։ 1 Փայլիկը ձեզնից ձախ, հաջորդ աչքը, ձախ աչքը, սև կլորիկ, փայլիկը սպիտակ դեպի ձախ։ Ունքերը, քիթիկը կորգծիկով դեպի վերև, հիմա ժպտացող բերանիկը։ Այսպիսի պատկեր ենք նկարում, հոպ, կարծես թե ձմերուկի շերտիկ լինի։ Հիմա ատամները այսպես ուղիղ կառուցենք, լեզուն, գուցե ասում է լինել թե չլինել։ Դե գանք չենք նկարի սիրելի փոքրիկներ, ձեռքում կնկարենք թատերական դիմակ, այսպես։ Համլետի գանկի փոխարեն։ Ինչ ենք անում իմ փոքրիկ բարեկամներ, այստեղ օձիքն ենք նկարելու, շապիկը, որպեսզի ձեզ համար բարդություն չառաջացնի, այսպեսի հեշտ ձևով կսովորեցնեմ նկարել։ Թաթիկը ձախ դեպի ներքև կպարզենք։ Այսպես ուրեմն, այստեղ կնկարենք բութմատիկը, բռունցքը, չդժվարանաք թաթիկը նկարելու համար։ Հիմա մյուս ձեռքը այսպես կպարզենք առաջ, ձեզնից դեպի ձախ, բայց այսպես աչ։ Ուրեմն շապիկի թևիկը շարունակում ենք այսպես, եթե կարճ է, կներեք ինձ։ Սկզբից նկարելու ենք բութմատիկը, հիմա մյուս մատիկները չենք նկարելու, այդ ձեռքում նկարելու ենք թատերական դիմակը, այսպիսի մի պատկեր։ Տեսակ, հիմա ձեռքը կավարտեմ, հետո թատերական դիմակի աչքերը կնկարեմ։ Եկեք այսպես էլ նկարենք ունքերը, հետո աչքերը, սևիկով ենք անում, այսպիսի մի պատկեր։ Սուրանկյուն, այսպիսի մի պատկեր։ Քիթիկն էլ սուրանկյունով եռանկյունի կանենք և ժպտացող բերանիկը, կիսալուսնաձև։ Այ հիմա հասկանալի է։ Տաբատն ենք նկարելու, դե տաբատ։ Շալվարը, ինչպես մեծերն են ասում, նկարում ենք տաբատը, ուշադրություն, օպ, կորգծիկով, շերտիկներ, կորգծիկ, հեշտ ձևով եմ սովորեցնում նկար, այստեղից արդեն տաբատի թևիկները 1, 2, վերջ, կոշիկները, մեր դերասանի տաղանդավոր, երկար ստացվեց, լավ շերտիկով, կփոքրացնենք։ Այստեղ երևի թե սիրելի փոքրիկներ բեմի վարագույրը կնկարենք։ Ծալքեր։ Բեմը կառանձնացնենք, օպ։ Դե տեսնենք, եթե ներկենք վերջացնենք ժամանակ ունենանք, մնացածն էլ կավելացնենք։ Արդեն մեր փոքրիկ տաղանդավոր դերասանը պատրաստ է։ Կարծում եմ դուք էլ հեշտ ձևով սովորեցիք նկարել։ Նարնջագույն մատիտը ուր է, այստեղ է։ Դեղին մատիտը այստեղ է։ Տեսեք ինչ ենք անում սիրելի փոքրիկներ։
դեմքը այսպես ես բաց նարնջագույն մատիտով ընդգծելու եմ։ Պարանոցը, նույնիսկ կոպերը այսպես կընդգծեմ։ Ձախ կողմի հատվածից քիթիկը, բերանիկը, որպեսզի ատամները սպիտակ մնան։ Ձախ կողմի հատվածից մի փոքր կլորացնեմ, ճակատային մասը, էլի ականջին խորություն, աջակողմի մասը ուղղակի ընդգծում եմ։ Նույնը թաթիկներն եմ անում, մատիկները, ձախակողմյա եւ ներքևի հատվածը, բռունցքը այսպես ձախ ձեռքի, վերջ, լավ է։ Բաց նարնջագույն մատիտը մի կողմ եմ դնում, վերցնում եմ արդեն ամենակախարդական դեղին մատիտը, սպիտակ թողված հատվածները ներկում եմ բաց դեղին մատիտով։ Երևի թե Համլետի մենախոսությունն է կարդում այս պահին մեր հերոսը, շատ լավ է։ Մազերը մի քիչ ավելի վառ շագանակագույն մատիտով կներկեմ, կարող ենք սևով էլ ներկել։ Ընդգծում եմ սիրելի փոքրիկներ եւ ներկում։ Նույնիսկ ձախակողմի հատվածում սպիտակ մաս եմ թողնելու։ Լեզուն վարդագույն, իմ փոքրիկ բարեկամներ, ատամները թող մնան սպիտակ, թատերական դիմակը մուգ դեղին մատիտը կվերցնենք, այսպես։ Այ այսպես կներկեմ մուգ դեղինով, եթե նկատում եք, աջակողմյա մասը չեմ ներկում, թողնում եմ սպիտակ։ Շապիկը ինչ գույնով ցանկանում եք, հենց այդ գույնով էլ ներկեք։ Ես երևի թե շապիկը ներկեմ բաց վարդագույն։ Տեսեք։ Դու կարող եք կարմիր էլ ներկել, բայց քանի որ վարագույրը մեր բեմի կարմիր եմ ներկելու, իմ փոքրիկ բարեկամներ, դրա համար որոշեցի շապիկը բաց վարդագույն։ Քերի լավ է երևում վարդագույնը։ Քերին ասում են լավ է, վատ չէ։ Դուք ինչ գույնով ցանկանում եք, հենց այդ գույնով էլ ներկեք, քանի որ ձեր կողմից ստեղծված մուլտիպլիկացիոն հերոսն է, տաղանդավոր փոքրիկ դերասան, արտիստը։ Իմ ջալոց ասեմ, մեր ծուր թատրոնի փոքրիկ արտիստները շատ տաղանդավոր են։ Տաբատը կանաչ եմ ներկելու այս անգամ։ Կանաչ այստեղ կօգտագործենք։ Բեմի հատակը մի այլ գույնով կներկենք։ Մուգ կանաչ վերցրեցինք, ամբողջովին տաբատը ընդգծեցինք։ Իմ փոքրիկ բարեկամներ, որպեսզի գծիկից դուրս չգաք։ Իսկ գունեղ, հյութեղ ներկելու համար դուք արդեն գիտեք կախարդական ուժը, խրթխրթացնում եք ապաչի ընկերության ձողիկներից մեկը, կամ ինչ սիրում եք, ասում եք ալբուլդա կախարդական խոսքը եւ շատ հյութեղ ու գեղեցիկ ներկում։ Ապրեք, սա էլ այսպես, կոշիկները այ հիմա կարող եմ կարմիր ներկել։ Տեսեք, էլի ընդգծում եմ։ Մենք ժամանակ ունենք, գուցե նաև հասցնենք բեմը, ետնաբեմը չի երևա։ Այստեղ ուրեմն վարագույրը ընդգծում եմ, սիրելի փոքրիկներ։ Բեմի վարագույրը կարմիր մատիտով ընդգծում եմ, այսպես, ու սկսում եմ ներկել։ Նույնիսկ ծալքեր կտամ։ Կարևոր որ շատ գեղեցիկ նկարեք ու ամենակարևորը մրցանակ ստանալու եւ հաղթող ճանաչվելու համար իմ փոքրիկ բարեկամներ հորինեք հետաքրքիր պատմություն։ Վերևի մասներ այսպես կարմիրով կճնշեմ, բեմի ետնամասը կապույտով կներկեմ, այսպես ուշադրություն մեր հերոսին թղթիկից պոկելու համար։ Դուք ժամանակ ունեք հաղորդումից հետո, անմիջապես հետո, կարող եք շարունակել նկարը, գուցե մի այլ դերասանուհի էլ նկարեք մեր դերասանի կողքին։ Նայած ձեր պատմությունը ինչի մասին է լինելու։ Ձեր մանկական երևակայությամբ հորինում եք պատմությունը, շարունակում նկարը։ Ինչպես Արուսյակն ու Թամարիկն էին ասում, խորհուրդ էին տալիս ձեզ թատրոնում ինչպես պահել, ձեզ հուշեցին թատրոնի եւ էթիկայի մասին, իսկ բեմահարթակը մի այլ գույնով եկեք ներկենք, այս անգամ երևի թե մանուշակագույն։ Էլի հերոսին ընդգծելու համար այսպես կներկեմ։
էլի զուգահեռ աջ եւ ձախ։ Այսպես։ Վերջ ավարտում եմ քերի, ավարտում եմ, բայց ժամանակ ունենք, ապրես դու քերի, որ մեզ երկար ժամանակ ես տալիս։ Այստեղ էլ ոտքի տակ ավելի մուգ իբր ստվեր կանենք եւ մեր արտիստը պատրաստ է։ Ատամները եկեք առանձնացնենք, հա։ Այսպես, հոպ, 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 հոպ։ Ահա։ Հոպ։ Փոքրիկ տաղանդավոր դերասանը կամ արտիստը պատրաստ է սիրելի փոքրիկներ։ Եկեք նորից շնորհակալություն հայտնենք Արուսյա Գրիգորյանին, Թամարա Մնացականյանին, որ ծուր թատրոնի ուղիղ խորհուրդները էջում մեզ խորհուրդ տվեցին, թե ինչպես պահել թատրոնում, խոսեցին թատրոնի եւ թատրոնի էթիկայի մասին, դուք արդեն հասկացաք, որ ներկայացումներ պետք է շատ դիտել, եթե նկատել եք Քերի Մուլտիկնիկա ծուր թատրոնի արտիստներով միշտ հեռուստաներկայացումներ է բեմադրում ձեզ համար, դիտեք, բայց ոչ միայն հեռուստաներկայացումներ, այլ ուղղակի գնացեք թատրոն, լավ ներկայացումներ դիտեք, նաև թատրոն ասեմ, որ կրթում է բոլորին, սիրելի փոքրիկ բարեկամներ։ Մնացածը արդեն Արուսյակն ու Թամանան ձեզ ասացին։ Մենք էլ այդ թեմայով նկարեցինք փոքրիկ տաղանդավոր դերասանը մուլտիպլիկացիոն այս հերոսին։ Հորինում եք պատմություն այս վերնագրով, նկարում եք մեր հերոսին, գուցե այլ հերոսներ նույնպես, դերասանուհիներ, դերասաններ, դեկորացիաներ եւ այլն։ Մի բան եմ մոռացել, իսկ դուք չեք հուշում, այդ պարանները այսպես պետք է դեղինով ներկել։ Եվ ուղարկում եք Քերի Մուլտիկնիկին, որ հասցեով հիշում եք ձեր նամակները, նկարները, պատմությունները։ Անփոփոխ հասցեով։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, Կենտրոն հեռուստաընկերություն Մուլտիկնիկ հաղորդմանը։ Ուղարկում եք ձեր նամակները, հորինված պատմությունները, մեծերը կարող են օգնել։ Այնտեղ գրում եք ձեր մեծերից մեկի հեռախոսահամարը, գուցե դու հաղթող ճանաչվես, ստանաս այս մրցանակը Քերի Մուլտիկնիկի կողմից հրավիրվես մասնակցելու մեր հաղորդմանը, բայց ինչպես այդ հեռախոսահամարը գրում եք, Մուլտիկնիկ ստեղծագործական խմբից ձեր մեծերից մեկին կզանգարենք, ասեն ձեր փոքրիկը հաղթող է ճանաչվել, այսինչ օրը, այսինչ ժամին հրավիրում ենք Կենտրոն հեռուստաընկերություն, հասկանալի, ապրեք։ Իսկ դուք սիրելի ծնողներ մեծեր, ուշադրություն, ձեր փոքրիկների համար բաժանորդագրվեք Մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Ինչու՞, ասեմ ինչու, որպեսզի այնտեղ դիտեք հետաքրքիր հաղորդումներ, վարպետանց դասեր, Քերի Մուլտիկնիկի կողմից ստեղծված մուլտիպլիկացիոն ֆիլմեր, մրցանակաբաշխություններ, համերգներ եւ այլն եւ այլն։ Նույնիսկ եթե ձեր փոքրիկը նկարահանվել է մեր հաղորդման ընթացքում, մեր հաղորդման մեջ, այնտեղ կարող եք նաեւ ձեր փոքրիկի հաղորդումը դիտել։ Վերջ ժամանակն է հրաժեշտի, սիրելի փոքրիկներ, ժամանակն է հրաժեշտի, ժամապահ Քերին, մեր փոքրիկ արտիստը, տաղանդավոր մուլտիպլիկացիոն հերոսը, դերասանը, սիրված մուլտիպլիկացիոն հերոսները, ապաչի ընկերությունը իր մրցանակներով, քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, արևածաղկի սերմերով, կրեկերներով, չիպսերով, աղի ձողիկներով, նախաճաշիկներով հանդերձ ես հրաժեշտ են տալիս եւ իհարկե Քերի Մուլտիկնիկը։ Միշտ ասում եմ, Աստված ձեզ պահապան, եղեք բարի սիրելի փոքրիկներ, ներողամիտ, ինչպես նաև մեծեր, Քերի Մուլտիկնիկը ձեզ ամպերի չափ շատ է սիրում, կհանդիպենք հաջորդ հաղորդմանը, ուրբաթօրյա հաղորդմանը, այնտեղ ավելի հետաքրքիր բաներ են լինելու։ Ինչ նոր հանդիպում, ալբուլդա։ Oh.